Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխություն է ուզում և փորձում է ազդել 2026-ի ընտրությունների վրա։ Սա հայտարարում են Հայաստանի իշխանությունները։ Որպեսզի ունենան իրենց հաճո մարիոնետային իշխանություն, որ ինչ ուզեն անի այդ իշխանությունը իրենց համար։ Ինչ փաստեր կան հայկական կողմի այս հայտարարությունների հետևում, մենք չգիտենք։ Համենայն դեպս Հայաստանի իշխանությունն ապացույցներ չի ներկայացրել։ Իսկ ունի ռուսական կողմն այդպիսի հետաքրքրություն Հայաստանում։ Մենք էլի չգիտենք, միայն գիտենք, որ Կրեմլում ուրիշ երկրների ընտրություններին խառնվելու սովորություն իրոք ունեն։ Այո, Մոսկվան ըստ հրապարակումների ու հետաքննությունների փորձել է ազդել այլ երկրների ընտրությունների վրա։ Օրինակ, օրինակ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Մոլդովա եւ ոչ միայն։ Եկեք սկսենք Միացյալ Նահանգներից։ 2016-ին այստեղ սպիտակ տան համար մրցում էին Հիլարի Քլինթոնն ու Դոնալդ Թրամփը, հաղթեց Թրամփը։ 2017-ին ամերիկյան հետախուզության բարձրաստիճանները Սենատն ու Ներկայացուցիչների պալատը զեկույցներ ու եզրակացություններ հրապարակեցին։ Ըստ դրանց Պուտինին ենթարկվող ռուս գործակալները փորձել են միջամտել 2016-ի ամերիկյան ընտրություններին, որոշ տվյալներով անգամ հօգուտ Թրամփի են գործել ռուսները։ 2018-ին Թրամփը հենց Պուտինի հետ հանդիպմանը խոսեց այս մասին ու փաստացի ասաց. չի հավատում ամերիկյան հետախուզության տվյալներին, հավատում է Պուտինի խոսքին։ Հետագայում ԱՄՆ-ում տասնյակից ավելի ռուս գործակալների դեմ քրեական գործեր հարուցվեցին ընտրություններին միջամտելու տեղեկատվական պատերազմի մեղադրանքով։ 2023-ին, երբ արդեն Թրամփը չէր նախագահը, Սպիտակ տնից պարզ ասացին. շատ հստակ է, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին, շատ հստակ է նաև, որ դա ազդեցություն չի ունեցել, եւ շատ հստակ է, որ Թրամփի շտաբը որևէ ձևով չի համագործակցել ռուսների հետ այս գործընթացում։ 2017-ին արդեն համապետական ընտրություններից առաջ Մոսկվայի երևացող ականջների մասին էին խոսում Ֆրանսիայում ու Գերմանիայում։ Այդ ժամանակ Ֆրանսիայում նախագահական ընտրություններից ժամեր առաջ Մակրոնի մեյլից արտահոսք եղավ։ Անանուն ֆորումները, աջ ծայրահեղականները ու բոտերը սկսեցին այս տվյալներն ակտիվորեն ինտերնետում տարածել։ Մակրոնն ընտրվեց նախագահ, բայց Ֆրանսիայում սկսեցին խոսել, թե այս ամենի հետևում ռուսական APT28 հաքերների խումբն է։ Գրեթե նույն ձեռագիրն էր նաև Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում։ Գերմանացիները հայտարարում էին երկրի կառավարությունն ապակայունացնելու վրա հսկայական ֆինանսական ռեսուրսներ են ծախսվել, կիրառվել են ռուսական քարոզչական տարբեր միջոցներ ապատեղեկատվություն տարածելու համար։ Մոսկվան կրկին հերքում էր այս կիբերհարձակումների հետ կապը։ Ըստ էության, եթե անգամ այս հարձակումները Կրեմլում էին պլանավորվել, ապա ռուսական սցենարն իր վերջնական ու ցանկալի արդյունքին չէր հասել։ Ֆրանսիայում Մակրոնն ընտրվեց, Գերմանիայում էլ Մերկելը։ Լավ, եկեք նայենք նաև այնպիսի երկրների օրինակը, որոնց վրա եկեք համարձակորեն ասենք, որ ավելի հեշտ կլիներ ազդել, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի։ Օրինակ Ռումինիա, սա արդեն վերջերս էր TikTok-ի պիկի ժամանակներում։ Ամիսներ առաջ Ռումինիայի ծայրահեղ աջերի թեկնածու Կալին Ջորջեսկուն հաղթել էր նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Սա կասկածի տեղ էր տվել։ Ընտրությունների արդյունքները չեղարկվեցին, երբ հետախուզական տվյալներն ապացուցեցին, որ Ռուսաստանի մատը խառն է նրան աջակցող հարյուրավոր TikTok հաշիվների ստեղծման գործում։ TikTok-յան այս քարոզարշավն ըստ Եվրոպայի ու Ռումինիայի ազդել էր ընտրությունների ելքի վրա։ Մայիսին կայացած ընտրություններում արդեն Ջորջեսկուին դատարանով էր արգելված մասնակցել։ Ինչ է ասում Ռուսաստանը։ Ռուսաստանը հերքում է, որ որևէ կերպ, այդ թվում նաև TikTok-ով փորձել է ազդել Ռումինիայի ընտրությունների վրա։ Այնպես, ինչպես չի ընդունում դա Մոլդովայի դեպքում։ Իսկ Հայաստանում արդեն զգացվում են նախընտրական 2026-ի երանգներից մի քանիսը։ Շատ քիչ մնաց պարզելու համար, ինչ կապեր կտան ու կլինեն պարլամենտական Հայաստանի ընտրությունների վերջում։